Մենք գտնվում ենք ՍՆԽ ճարտարապետական ստուդիայում եւ ճարտարապետական ստուդիայի հիմնադիրների հետ Արմինե եւ Աշոտ Սնխչյանների հետ խոսելու ենք ճարտարապետական իրադարձությունների մասին։ Մասնավորապես վերջերս կայացած Վենետիկի Բիենալեի եւ Միլանի Տրիենալեի մասին հայկական ներկայացության։ Խնդրեմ սկզբից մեզ պատմեք ձեր ճարտարապետական ստուդիայի մասին, որ արդեն 10 տարեկան է։ Այս տարի նշում ենք պաշտոնական 10-ամյակը մեր արվեստանոցի, թեև մեր ընդհանուր աշխատանքը կարելի է հաշվել 11 կամ 12 թվականից, 12 թվականին առաջին նախագիծն ենք արել միասին, բայց այդ ժամանակ իհարկե ընդհանրապես միտք չկար արվեստանոց բացելու, որովհետև նորավարտ մասնագետներ էինք, առանց փորձի, ՍՆԽ-ի որպես արվեստանոց պատմությունը սկսվեց 15 թվականին մեծ երազանքներով, որոնց մենք 10 տարիակ հայլ առ հայլ մոտենում ենք ու շատ իրադարձություններ ա եղել, այս շատ կարևոր ոնց որ անցումային փուլ դառավ մեր համար, ու այնպես համընկավ, որ հենց մեր 10-ամյակին, մեր արվեստանոցի 10-ամյակին համընկան այս կարևոր իրադարձությունները, որոնց մենք պատիվ ունենք մասնակից լինել։ Ես սկզբում որ գալիս էի ճանապարհին մտածել էի այս ձևի բացում ձեր ստուդիայի վերաբերյալ ՍՆԽ ստուդիան սիրո պատմություն է։ Ճարտարապետականի երկու ուսանողների միմյանց եւ ճարտարապետության նկատմամբ, բայց հետո հիշեցի, որ ինչ որ առավոտյան բարի լույս ծրագիրը չի։ Բայց ուղղակի ուզում եմ ասել, որ Աշոտը եւ Արմինեն նույն կուրսից են, այսինքն կիսում են նույն գաղափարները դեռ վաղուց, ու այդ ամեն ինչ վերածել են ճարտարապետական ստուդիայի, որ ունի հաջողություններ միջազգային մակարդակում, որի մասին կխոսենք մասնավորապես 2019 թվականին կայացած Գարաժ Մոսկովյան ժամանակակից արվեստների թանգարանի անցկացրած մրցույթի մասին եւ ձեր հաղթած նախագծի մասին։ Բացարձակ հավակնություններ չունեինք ու շատ պատահական ստացվեց նույնիսկ մասնակցություն այդ մրցույթին, որովհետեւ Մոսկվայում բնակվող մեր ծանոթներից մեկը մեզ ուղարկեց հղումը մրցույթի, ասաց, բա ասենց մրցույթ կա, կարող է ուզեք մասնակցեք, մենք էլ ոնց շատ հաճախ լինում է ու հիմա էլ է շարունակում այդպես, ինչ որ մասշտաբային մրցույթների դիմելուց մտածում ենք դե կորցնելու բան չունենք, ինչի չմասնակցենք։ Բայց այդ մեկը հենց ջահել ճարտարապետների համար, ջահել ստուդիաների համար այդ կարևոր փաստեր են։ Հա, բայց ամեն դեպքում մենք ընդհանրապես տենց հաջողված փորձեր մինչև այդ չունեինք մրցույթների մասնակցության, ու շատ հետաքրքիր ֆորմատի մրցույթ էր, հաճախ ընդունված ձև է, բայց շատ տարածված չի, որ երկու փուլով անցկացվում։ Դու սկզբում դիմում ես պորտֆոլիոյով ու կարճ նկարագրությունով, թե դու ով ես, ինչ ես ու ընդհանրապես ոնց ես պատկերացնում այդ նախագիծը բառերով։ Ինչի հիման վրա իրանք այդ միջազգային մասնակիցներից, որը այդ տարի 140-ն էին, եթե չեմ սխալվում, ընտրում են 6 ֆինալիստների ու միայն այդ 6 ֆինալիստները ներկայացնում են մրցութային նախագիծ, որից հետո հաղթողն է ընտրվում։ Միայն այն փաստը, որ մենք այդ 140-ից անցանք այդ 6-ի մեջ, արդեն մեր համար շատ մեծ հաջողություն էր ու զարմանքի առիթ, ու նույնիսկ մեր մոտ վերաբերմունք եղավ, թե արդեն կարող ենք նախագիծ չանենք, մաքսիմումին հասանք, արդեն լավ է։ Դե սկզբից էր, սկզբից որ անցանք 6-ի մեջ, նենց ասում ես, հա դե հեսա անցանք, արդեն մեծ բան է, արդեն հերիք է, բայց դե որ արդեն 6-ի մեջ ես հայտնվել, մյուս քայլն էլ դե հայտնվել ենք, անենք։ Ու էլի մտածելով, որ դե կորցնելու բան չունենք, արեցինք այն ինչը որ ճիշտ էինք համարում, առանց հաշվի առնելու ինչ որ սահմանափակումներ, ու պետք էր այդ 6 ֆինալիստները արդեն հենց Գարաժ ժամանակակից արվեստի կենտրոնում ժյուրիին պետք է անձամբ ներկայացնեին նախագիծը, որը էլի մի առանձին պատմություն է, ինչ պատմությունների միջով մենք անցանք մինչև հասանք այդ փուլին, ինչևէ, ու ներկայացրեցինք, դուրս եկանք, մտածեցինք լավ, դե էս էլ արեցինք, էլ ինչ ամենը։ Եկեք գնանք տուն։ Մի քանի ժամից մեզ զանգեցին, ասեցին, որ խնդրեն կարող եք վերադառնալ թանգարան։ Մենք արդեն հասկացանք, որ մի բան կա։ Մենք նենց արագությամբ Արբատից վերադարձանք Պարկ Գոչկովը, իրանք ժյուրին երկրորդ հարկից չէր հասցրել իջնել առաջին։ Մենք այդքան արագ վազելով գնացինք։
Մի խոսքով այդ ամենից հետո հայտարարեցին, որ մեր նախագիծն է հաղթել, հետո համընկավ COVID-ի հետ, դա մեր համար ինչ-որ բացառիկ նախագիծ էր, որովհետև ընդհանրապես փորձ չունեինք այդ տեսակի շենքերի նախագծման, այլ ուր մնաց կառուցմանը հետևելու, շատ յուրահատուկ կոնստրուկտիվ համակարգ էր ու մենք ստիպված էինք այդ ամեն ինչը նախագծելու հետևել հեռակա, Zoom-ով, WhatsApp-ի զանգերով շին հրապարակից, բայց բարեբախտաբար ամեն ինչ շատ լավ եղավ ու այդպես մեծ հաջողություն էր։ Նաև նույնիսկ 2 տարի կանգնեց տաղավարը մի տարիի տեղը, քանի որ COVID-ը եղավ, հենց 2 անգամ բացում եղավ։ Չմոռանանք ասենք ինչ էր նախագիծը, ամառային կինոթատրոն։ Ու ձեր կարծիքով ի՞նչն էր, որ տպավորեց ժյուրիին ձեր նախագծի մեջ։ Իրանք ասացին, որ թեթևությունն էր շատ իրենց գրավել ու ընդհանրապես մոտեցումը, որովհետև մենք ժամանակավոր ճարտարության մասին բավական երկար քննարկումներ էինք ունեցել ու կար ձևավորված պատկերացում թե ժամանակավոր ճարտարությունը ինչպիսին պետք է լինի ու մեր գլխավոր ոնց որ իդեաներից մեկը, որ մենք առաջարկեցինք, դա էր, որ պատը որպես կոնստրուկտիվ էլեմենտ, որպես ճարտարապետական էլեմենտ նստակյացության նշան է ու որպես հիմք նախագծի համար ընդունեցին քոչվոր ճարտարապետությունը, որը շատ հաճախ անտեսվում է հանրության կողմից, բայց ունի հրաշալի ավանդույթ ու շատ հաճախ շատ հնարամիտ լուծումներ են օգտագործվել դարեր շարունակ, որը մենք փորձեցինք թարգմանել ժամանակակից ճարտարության ու քանի որ մեր կոնստրուկտիվ համակարգը այնպիսին էր, որ դրսից էր ամբողջությամբ երևացող էր, մենք անում դրել էինք այդպես բացատրակի մեջ, որ դա շուրտված բեդուինների տենտ է, ինչը իրենց շատ գրավել էր, դրա մասին մեզ հետո շատ հաճախ շեշտում էին, որ այդ իդեան, որ շուրտված ոնց որ տենտ է քոչվոր, բայց 1000 քառակուսի մետր մակերեսով կինոթատրոն է, այդ շատ գրավիչ էր։ Ինչ որ մեկը ասում էր, որ այս վերջին 3000 տարվա մեջ ճարտարապետության մեջ ոչինչ չի փոխվել, հիմա ձերն է լրիվ, ինչքան է տեխնիկան, տեխնոլոգիաները զարգանում են, բայց ընդհանուր այդ պատկերացումները, սյուժեները, թեմաները նույնն են։ Շատ լավ, ձեր կարծիքով է ձեր հաղթանակից հետո նես կտրուկ փոխվեց, ձեր կյանքը, ստուդիայի կյանքը, այսինքն ճանաչում, նոր պատվերներ, տենց բաներ եղան։ Ճանաչում հավանաբար, մենք հետո արդեն այս Ռուսաստանից ներգաղթածների ալիքի վրա իմացանք, որ շատ ճանաչելի ենք դարձել այնտեղի ճարտարապետների մեջ, ինչը մենք գաղափար չունեինք։ Հետո գալիս էին ինչ-որ մարդիկ, ասում են, հա, դուք եք չէ՞ նախագծել են կինոթատրոնը, բայց իմ կարծիքով ամենակարևոր ձեռքբերումը այդ մրցույթի հաղթանակի մեր ինքնագիտակցությունն էր, որը այս տարի այս ցուցահանդեսների շնորհիվ եւս մի աստիճան բարձրացավ այդ ինքնագիտակցությունը, որ դու փոքրիկ Հայաստանում շատ հաճախ զգալով սուղ միջոցների արկայությունը կարծում ես, որ ինչ որ մեկից պակաս ես։ Այս առաջի քայլով մեր հաղթանակը ոնց որ ինքներս մեզ ապացուցեց, որ մենք կարող ենք հետաքրքիր բան առաջարկել միջազգային մակարդակի վրա ու դա ինձ թվում է ամենակարևոր բանն էր, որ փոխվեց մեր կյանքում, այդ ինքնագիտակցությունը, չէ՞։ Միանշանակ։ Մեկ է ամենակարևորը երևի Արմենիայի հետ ենք խոսում դրա մասին, լավ օրինակ է, որ կրթություն ստանալով Հայաստանում, մագիստրատուրա նույնպես Հայաստանում, հիմնելով ճարտարապետական ստուդիա Հայաստանում հնարավոր է հասնել միջազգային ասպարեզում հաջողությունների եւ շարունակել աճել ու զարգանալ։ Այո, հնարավոր է։ Ես լակոնիկ լինեմ։ Այո։ Իսկ ինչն է այն ամենադժվար բանը աշխատել Հայաստան, այսինքն ինչ խոչընդոտների եք հանդիպել, ամենաշատը որ կրկնվում են, այդ որն են։ Ես չի ասում, ինչ որ այտենց յուրահատուկ խոչընդոտներ կան, որոնք այլ տեղերում չկան։ Սովորական խոչընդոտներ են, շատ հաճախ բյուրոկրատական խոչընդոտներ են։ Մեր պարագայում շատ ավելի հաճախ այս 10 տարիների ընթացքում հանդիպում են մշակութային գաղափարական խոչընդոտներ թե պատվիրատուների, թե հաստատող մարմինների հետ, որտեղ դու ոնց որ քո երազանքներին հետևելով ու ունենալով ինչ որ աշխարհայացք փորձում ես ինչ որ բան համոզել, որը ինչ որ մարդկանց համար անընդունելի է թվում առաջի հայացքից,
դա մասնավորապես շատ ցայտուն երևում էր մեր պրակտիկայի առաջի տարիներին, բայց հիմա կարելի է փաստել, որ այդ ոնց որ փոխվում է մոտեցումը, հասարակությունը շատ ավելի բաց է, նախ ճարտարապետների նոր սերունդը մեծ հայտնվել բավականին հետաքրքիր ու պատվիրատուների սերունդն էլ փոխվել, ինքը շատ կարևոր է։ 10 տարի առաջ այն նույն պատվիրատուների սերունդը չէր, ինչը որ հիմա, ու դա բավականին առաջընթաց է ապահովում։ Բայց լուրջ խոչընդոտներ ես չի ասի, որ կան։ Բյուրոկրատականները ամենալուրջը, բայց դա եւի ամենուր նույն խոչընդոտը դա է։ Եկեք խոսենք ձեր նախագծի մասին, որը հիմա շարունակվում է, Հայ արտմշակութային կենտրոնի շենքի, որը 80-ականներին նախագծել է Ջիմ Թորոսյանը եւ Գևորգ Արամյանը, եւ հիմա ձեզ են վստահել շենքի արդիականացման, զարգացման պրոյեկտը, որը դուք ներկայացրեցիք շատ վերջերս Վենետիկի Բիենալեում։ Կպատմեք ինչ է իրենից ներկայացնում այդ արդիականացնել, զարգացնել։ Բայց այդ մի քիչ շփոթման առիթ է, էլի, որպեսզի շփոթություն առիթ չլինի, այդ ցուցահանդեսը, որին մենք ներկայացրեցինք Հայ արդիականացման նախագիծը, անցկացվում է Բիենալեին զուգահեռ, որովհետև շատ ակտիվ փուլ է Վենետիկում ու բազմաթիվ այլ ցուցահանդեսներ կան, դա Բիենալեի շրջանակներում չի։ Բիենալեի շրջանակներում կար Հայաստանի ազգային տաղավարը, որը առանձին Թումո ստուդիան։ Հա, եւ մեր գոլեգաները վերևի հարկից Electric Architects-ը, իսկ մեր նախագիծը դեռ շատ կոնցեպտուալ փուլում է, բայց մենք բավականին երկար դրա վրա աշխատել ենք ու բազմաթիվ օրինակներ ենք փորձել, շատ սխալներ ենք արել ինքներս, մեր սխալների վրա նոր տարբերակներ ենք մշակել ու այդ ամբողջ process-ում ձևավորվել է էլի ինչ որ հստակ ձևավորված մոտեցում, թե այդ շենքի արդիականացումը պետք է լինի։ Պետք է ասել, թե ինչի է այդ շենքին պետք արդիականացում։ Ասա, դա ասա լավ ասում ես։ Շենքը ինքնիրենով շատ հետաքրքիր, յուրահատուկ ու ակնհայտորեն խնդրահարույց շենք է ու երևի հմայքի մեծ մասը հենց այդ խնդիրներից է գալիս, որովհետև 80-ական, եթե չեմ սխալվում, 79 թվականին է սկսվել նախագծումը ու ի սկզբանե նախագծվել է ոչ թե որպես անկախ թանգարան ցուցասրահ, այլ որպես Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ընդլայնման նախագիծ, որը փողոցի մյուս կողմում է, բացվել է 72 թվականին ու ինչը էլի շատ հետաքրքիր փաստ է, որ ամբողջ խորհրդային միությունում առաջին ժամանակակից արվեստի թանգարանն է եղել։ Ու քանի որ դա եղել է ընդլայնման նախագիծ, այլ ոչ թե առանձին շենք, բազմաթիվ ֆունկցիոնալ էլեմենտներ պակասում են այնտեղ, որովհետև նախատեսվել է, որ դրանք պետք է լինեն հիմնական թանգարանում։ Օրինակ պահեստներ, ադմինիստրատիվ մասեր, գրախանութներ կամ ու ամենահետաքրքիրը, որ չկան զուգարաններ, այսինքն ինքը շատ մենք այդ եզրակացություններն է, որ ինքը նախագծվել է ոչ թե որպես լիարժեք շենք, այլ որպես պավիլիոն, տաղավար ցուցադրական, այդ գլաններից մասիվ, այդ գլաններից բաղկացած ցուցահանդեսային տարածքներ են, որոնք ընդհանրապես այլ ոչ մի ուրիշ ֆունկցիա չունեն։ Բայց ճանաչելիության առումով բոլորին ավելի հայտնի են այդ ժողովրդի ասած բոճկաները, այսինքն իր դիրքի առումով, պրոսպեկտի բոճկաները։ Պրոսպեկտի բոճկաները։ Չունեն զուգարան, պաստորեն։ Չունեն զուգարան, բայց ունեն ահռելի հանրային տարածք, որը նախագծվել էր ի սկզբանե նույն նախագծվել էր ու այդ ջրային տարածքն էլ ինձ թվում է պետք պատմել, ոնց եղավ, որ այդ հանրային տարածքը վերցվեց քաղաքից, դարձավ կոմերցիոն միավոր, որը շատ տարբեր դաժան պատմությունների միջով անցավ, նույնիսկ ամոթալից, որ այդպես բան է եղել թանգարանի հետ, ու այսօր չնայած նախագիծը երկու բառով պետք է ասել, էլի մենք Վենետիկում այդ շատ կարևոր պահան ինձ որ կպնող Այս ցուցահանդեսի շրջանակներում պանելային քննարկումներ կար, որ այդ 6 տարբեր երկրներից ճարտարապետները իրենց նախագծերի մասին էին պատմում ու ընդհանուր քննարկում էր։ Մենք որ պատմում էինք, այդ շատ ուզում էինք ներկայացնենք ինչ ծանր դաժան պատմություն է անցել։ Պատմություն է եղել։ Ամենաշոկայինը այդ մեր գոլեգաների համար ու ոչ միայն իրենց, այդ շոկային բանա մշակութային
որ ժամանակակից արվեստի ցուցասրահ, որը ժամանակ աշխատել է որպես շուկա, չէ, ավելի վատ։ Նոտակի հատված։ Երշիկների արտադրված։ Բայց կոնցեպտուալ առումով շատ հետաքրքիր, ինչ որ ժամանակակից արվեստի։ Ու ամենացավալին ինչը մեր Բա մի հատ հետաքրքիր պատմություն կա, որ երբ որ Սովետը փլուզվեց ու երբ որ բոլորը բաժանում էին իրար հողերը, այդ շենքի հարցը առաջ եկավ, թե ինչ անել իր հետ, ով կվերցնի, ով կքանդի, կշարունակի, հա, օй իրան պատկացրեք, որ քաղաքի կենտրոնում ոչ մեկ չուզեց, իրան ոչ մեկ չսիրեց, որովհետև նայեցին ու ասացին, բայց Էս ինչ է, սրա հետ ինչ անես, այդքան ինքը անհասկանալի էր։ Այդ առումով էս փրկվել է։ Այդ առումով փրկվել է միանշանակ, հա։ Բայց փրկվել է հրաշքով, ասեմ ինչի, որովհետև հենց 2000-ականների սկզբին որ փորձեր են արվել սեփականաշնորհման, ինքան տարօրինակ շենքա, որ սեփականաշնորհես ինչ անես այդտեղ, ու միտքը առաջացել դե եկեք քանդենք։ Ու տարբեր մարդկանց այդ թվում այն ժամանակվա տնօրեն Ռուբեն Արուշացյանի ջանքերով հնարավոր է եղել փրկել, բայց ոնց որ շատ դեպքերում Երևանում այդ մոդեռնիստական եւ ոչ միայն մոդեռնիստական շենքերը փրկելուց իրանք տենց կիսամեռ վիճակում են մնում, որովհետեւ այդ հարցը տնտեսապես իրան շահավետ դարձնելու բերեց նրան, որ 2000-ականների սկզբին այդ ամբողջ հանրային տարածքը, որը գլխավոր մտահղացումներից մեկն էր այդ նախագծի, որ չէ, այդ բոճկաները օդում են փաստացի, որովհետև այդ ներքևի մասը ձուլվում է քաղաքային միջավայրի հետ ու շատ հետաքրքիր հանրային տարածք է ստեղծում։ Այդ ամբողջ հանրային տարածքը ապակեպատվեց, փակվեց, կորավ, այդ գաղափարը, որ այդ գլամները մասիվ բրուտալիստական օդի մեջ են դարձավ անտեսանելի ու նպատակ կար այդ ներքևի հատվածում անել սուպերմարկետ։ Հետո արդեն գիտեք էլ ինչ եղել, էլ էկզոտարիում եղավ, էլ մի մասը առանձնացեցին, տվեցին սպորտ, ինչ որ ջիմերը տեղ։ Մի խոսքով սարսափելի ծանր պատմությունով անցել այդ շենքը ու Արմենն շատ հետաքրքիր միտք ասեց մի անգամ, որ այդ շենքը հարաբերականորեն երիտասարդ է, որտեղ 85-ին է բացվել։ Ինքը ինչ որ պահի եղել է նորածին ու ընդամենը մի 10-15 տարի հետո ինքը դառել է հին անպետք շենք։ Երիտասարդության շրջանը բաց է թողել։ Այ ու այդ ամենաճիշտ ձևակերպումն է երևի թե մեր այս կոնցեպտուալ նախագծի, որ մենք ուզում ենք այդ շենքին, այդ հանգարանին տանք այն երիտասարդությունը, որ ինքը փաստացի չի ունեցել։ Հա, հիմա էլ երևում է հիմիկվա տնօրենի հայ արտկենտրոնի տնօրենի ջանքերը հսկայական գործառույթ։ Երևի վերջնական այդ իր բանը պսակը կլինի, երբ որ իր այդ նշանակությունը, որ ասացիք, իր երիտասարդությունը ապրի, հանրային տարածքի վերածվի։ Մենք հույս ունենք, որ դա կիրականանա, բայց առաջին փոքրիկ հաղթանակը արդեն կա Սոնայի մեծագույն ջանքերով ու ես ուզում եմ հավատալ, որ մեր ներդրումն էլ այդտեղ կա, որտեղ այդ մեր նախագծի մշակելու ընթացքում բացվեց այդ թեման, որ այդ ներքևի մասը արդեն ազատագրված է։ Եվ դա փաստացի առաջին անգամ է, որ հանրային տարածքը ոնց որ վերադարձվեց, ոչ թե վերցրեցին քաղաքից, այլ վերադարձրեցին քաղաքին, իմ հոգին այդ միտքը տաքացնում է։ Եկեք խոսենք, ոնց որ հերթականությամբ Վենետիկի բիենալեից խոսեցինք, մի քանի օր տարբերությամբ եղավ Միլանի տրիենալեն, որտեղ առաջին անգամ Հայաստանը ներկայացվեց, ունեցանք տաղավար, նախագծի կազմողներն էին ճարտարապետության գրադարանը, Library for Architecture, ճարտարապետական գրադարանը, որը առանձին խոսելու թեմա է ու շատ ամրացնում է մեր ճարտարապետական համայնքը ու ընդհանրապես ժամանակակից դիսկուրսը ճարտարապետական Հայաստանում, Մեգանոն արվեստանոցով գլխավոր ինիցիատորներ LFA-ի ու նաև Տրիենալեի տաղավարի, Արսենը Կարապետյան ու Իտալիայից Untitled Architecture կոչվող արվեստանոցը շատ հետաքրքիր երիտասարդ համահիմնադիրներով Բոգդան Պերիչի գլխավորությամբ իրանք գլխավոր համադրողներն էին։ Եվ Հայաստանի ազգային գրադարանը։ Ազգային գրադարանը ոնց որ գլխավոր հենքն էր
այս ցուցահանդեսի կազմակերպման Πολύ լավ սցենարի եղավ, որ երկու գրադարանները իրար հետ որպես ուժ ներկայացան, միավորվեցին եւ ազգային գրադարանը, որ նորեն Աննա Չուլյանը շատ ուժեղ ներդրում է անում մտավոր գրադարանի մեջ, շատ գնահատում է ճարտարապետությունը ու գիտակցում է, որ ինքը գործ ունի թամանյանական ժառանգության հետ, անընդհատ դա շեշտում է եւ շատ ողջունելի աշխատանք է տանում այդ ուղղությամբ ու որ երկու գրադարանները միասին առանց պետական մեխանիզմների միավորվեցին եւ ներկայացան միջազգային հարթակում ինձ թվում է դա բայց ֆորմալ առումով դա հարցը լուծեց որովհետեւ ազգային գրադարանը պետական մարմին է օֆիցիալ դրա համար այդ առանց ազգային գրադարանի ներգրավվածության դա փաստացի չէր իրականանա Խոսենք ինչ իրականացավ, տեսանյութ էի հրապարակել դեպքի վայրից, շատ տպավորիչ էր։ Ամենաուժեղը, որ սկսեց Արսեն Կարապետյանը հայկական տաղավարը ներկայացնելով։ Մենք գտնում ենք Միլանի Տրիենալեում, որը 20 տարի ընդմիջումից հետո վերականգնվեց եւ պատիվ ունենք մասնակցելու որպես Հայաստանի տաղավար։ Մենք ընտրեցինք, քանի որ ընդհանուր թեման անհավասարությունն է, մենք առաջարկեցինք սովորական ճարտարապետության մասին խոսել, այսինքն այն ամեն ինչը որ թվում է շատ սովորական աննկատելի, բայց իրականում բավականին մեծ իմաստ ունի մեր բոլորի կյանքում եւ ընտրեցինք սովորական երևանյան գարաժի ավտոտնակի չափը որպես քաղաքաշինական միավոր, որը ժամանակի ընթացքում շատ փոփոխություններ է տեղի ունեցել եւ հիմա օգտագործվում է որպես խանութ, ինչ որ հասարակական վայրեր եւ այլն եւ այլն։ Հայկական տաղավարը 3-ը 6-ի վրա մեր գարաժներ եւ ինչպես ինքն էր նշում գարաժը ընտրվել է որպես ճարտարապետաշինարարական միավոր քաղաքաշինական միավոր ու ամենատպավորիչները քիչ առաջ որ խոսացինք որ այդ գարաժի դուռը որ բացվում է քարա դրած ամենա ոնց որ Վիշնկանա բանը, հա, այդ որ խոսում ենք էլի ազգային ամենաազգային տարրն է, շատ հետաքրքիր ու այնտեղ մեկը մեկից հետաքրքիր այդ օբյեկտները, որ առանձին ստուդիաներ ներկայացնում են, դրանց մասին, չգիտեմ, եթե կարելի է կարճ կարող եք պատմել։ Հա, ես ինձ երևի ճիշտ կլինի ընդհանուր այդ գարաժի միտքը պատմել, որտեղ շատ հետաքրքիր էր ու Միլանում հավատացեք մեծ աղմուկ բարձրացեց ու շատ հետաքրքիր էր բոլոր այցելուներին։ Ուրեմն այդ կուրատորական համադրողների թիմը ընտրել էր թեման, որը կոչվում էր Ordinary Architecture, հասարակ կամ առօրյա ճարտարապետություն, որը մի առանձին ուսումնասիրության մաս է, որը իրանք անցկացնում են ու պետք է որ շուտով հրապարակվի։ Իմաստը առօրյա աննկատ ճարտարապետական էլեմենտներին ու շենքերին ինչ որ վերաբերմունք ցույց տալն կամ ընդհանրապես իրենց դիտարկելն է, որովհետև դրա մասին առանձնապես չի խոսվում երբեք։ Ու քանի որ կա ընդհանրացնող թեմա, որը շատ ընդարձակա ու տարբեր ընթերցումներ կարող է ունենա, փոքր մրցույթի միջոցով ընտրվեցին 27 մասնակիցներ որոնց աշխատանքները պետք է ներկայացվեն այդ մեր հայկական գարաժում Երևանյան ու մրցույթի միջոցով ընտրվեցին 27 մասնակիցներ, ովքեր այդ ընդհանրացնող թեմայի շրջանակներում պետք է առաջարկեին իրենց օբյեկտները, արտեֆակտները, ինչպես շատերը կոչում էին, ամեն մեկով ոնց է պատկերացնում այդ ordinary architecture ու Քանի որ մենք էլ որպես մասնակից մինչև վերջ, մինչև Միլան հասնելը չգիտեինք թե ովքեր ինչ են արել, բացի մի քանիսից, որ ընթացքում խոսել քննարկել ենք, բարձրաց որ այդ նույն թեմայի առնվազն 27 ընթերցում կար, որտեղ շատ տարբեր էին մոտեցումները, ասելիքները, բայց բոլորը տեղավորվում էին այդ ordinary architecture-ի մեջ, հատակին դրած բուրդից սկսած, որը մեր քաղաքային միջավայրի, քաղաքային մշակույթի մաս է, բուրդ չփխելը, Բայց արդեն վերանում է, էլի արդեն ռոմանտիզացիա։ Վերացող այո, վերացող։ Ամենահետաքրքիրներից մեկը, որ ես շատ սիրեցի, այդ վերին հարկերի, ավելացված հարկերի զոհաբերությունն էր։ Բայց այնքան եմ մտածում այդ կապույտ գույնի մասին, որ գարի անո սինիմ պլամինյեմ։
ու մեր մասին կարող եմ կարճ ասել, մենք շատ երկար էինք մտածում, թե ինչա պետք ներկայացնել, ու մեր մոտ միշտ այդ մտավախությունը կար, որ այդ հասարակ ճարտարությունը ջրի երես բերելու ու փորձել դրա մեջ գեղեցկություն գտնել, որը շատ հաճախ չկա, կարող է ռոմանտիզացիա լիներ այն ամեն վատ բաների, որ մենք Երևանում տեսնում ենք, ու այդ ռոմանտիզացիայից խուսափելու համար հակառակ կողմից մոտեցանք հարցին ու փորձեցինք պատկերացնել դիստոպիա հիշեցնող քաղաք, որը այս պայմաններում, այս պարագայում Երևանի մոտիվներով է, որտեղ հավաքագրված էին իրական նորակառույց կամ նոր կառուցվող, այսինքն փաստացի հիմա նախագծվող Երևանի համար բնակելի շենքերից տարօրինակ հատակագծեր, որոնք բազմաթիվ են, որոնց գտնելը շատ հեշտ էր, որովհետև իրանք շատ են։ Հա, ու այդ այն շենքերն են, որոնց հեղինակներին երբեք չես իմանում, շենքերը որպես ճարտարություն առանձնապես չես ընկալում, որովհետև այտենց հերթական բազմաբնակարանա կողքով անցնում ես վաղը չես հիշի, մենք դիտարկեցինք, որ այդ է ordinary architecture, այդ այնա ինչը որ առանձնապես կարևոր չի, արժեքել չի ներկայացնում ու կառուցվում է հիմնականում տենց շատ խիստ կապիտալիստական նպատակներով մաքսիմալ քառակուսի մետր վաճառել հնարավորինս կարճ ժամկետում ու ստացվում են այտենց անմարդկային հատակագծեր ու քաղաքային միջավայր, որտեղ բոլորս էլ գիտենք, որ հիմնականում դրանք ինչ որ բակերի մեջ են հայտնվում բարձր խտությամբ եւ այլն։ Ու մենք պատկերացինք այդ դիստոպիա քաղաք, որը ունի ընդհանրապես սահման փողոց ու այդ բոլոր տարօրինակ բնակարանները puzzle-ի նման կպած են իրար, ու ամենացավալին, ինչը այս իդեան կապում օրինակ Հայարտի այդ երիտասարդացման նախագծի հետ հանրային տարածքի գաղափարն է, որը ցավալիորեն շատ թերի է Երևանում, մենք դրա պակասը շատ ենք զգում, որ մենք չունենք հետիոտնի միջավայր, որտեղ մարդիկ կհավաքվեն, ժամանակ կանցկացնեն ու առողջ հանրային տարածքներ մատերի վրա կարելի է հաշվել Երևանում, ու ցավալիորեն այդ կառուցապատման մեջ հանրային տարածքի ֆունկցիան իրենց վրա վերցնում են առևտրի կենտրոնները, մոլերը, որովհետև ցանկացած շաբաթ-կիրակի կամ այլ ոչ աշխատանքային ժամերի մտնեք, դուք կտեսնեք բազմաթիվ մարդկանց, ովքեր ուղղակի այդտեղ քայլում են, ընկերներին են հանդիպում, երեխաների հետ գալիս են, որտեղ այդտեղ խաղահրապարակ կա, կինոթատրոն կա, կաֆեներ կան, ու ստացվում է, որ դիստոպիայի մեջ հանրային տարածքը բանն է դառել, ֆունկցիան վերցնում է առևտրի կենտրոնները։ Ու հանգստանալու համար դու պետք է վճարես։ Այսինքն քաղաքը որպես մեծ բիզնես պրոյեկտ։ Այո, գերխիտ կառուցապատմամբ, որտեղ հանրային տարածքը դա մոլն է։ Այդ մեր այդ absurd-ի հասցրած ordinary architecture-ն է, որ աշխատանքները, գիտեք ինչն էր հետաքրքիր, որ բոլորը միասին էին հետաքրքիր։ Կարող է առանձին ինչ-որ օբյեկտներ ուշադրություն չգրավեին, բայց ընդհանուր այդ բանի մեջ, գաղափարի մեջ այդ ordinary architecture այնքան լավ մեկը մյուսին լրացնում էին, որ գարաժը ինքն իրենով իր բոլոր ամբողջ պարունակությամբ մի հատ տենց լիարժեք օբյեկտ էր դառնում։ Մտքերով լի գարաժ էր։ Վիզուալ առումով Վահան Ստեփանյանն է մասնակցում, այդ իր 700 թերթվող նկարներով ոնց ենք մենք տենց իր ստորիները նայում, այդ տենց գժական պատկերներ, որ չես հավատում, որ իրական, բայց այդ իրական է։ Մի խոսքով շատ նույնիսկ մեր համար դա տպավոր չէր, պարզա որ միջազգային այդտենց համայնքի ճարտարապետական կամ ցուցահանդեսի մասնակիցներին ինչքան կարար տպավորեր, այսինքն ցուցահանդեսները շատ կներեք որպես արդյունք, ինչ արդյունք կան բացի ասենք որ չգիտեմ շատ տպավորիչ էր, ինչ ուրիշ արդյունք կարա տա, սենց միջազգային մեծ մասշտաբի մակարդակի ցուցահանդեսին տաղավար ունենալը։ Նախ ամենակարևորն է, որ միջազգային ոնց որ հարթակներում քարտեզի վրա Հայաստանը հայտնվում։ Այդ շատ մեծ ձեռքբերում է ու ես էլի կուզեի շեշտել մեր ընդհանուր ճարտարապետական համայնքի ձեռքբերումն է դա անհատների ձեռքբերում չի ու այդ բոլորիս է ուժեղացնում։ Հա, բայց բացի այդ ամեն ինչից կա էլեմենտար փաստ, որ դա մշակութային իրադարձություն է ու այդ շատ կարևոր է, որ քո երկրում, քո ազգի մեջ կատարվեն մշակութային սկաչոկներ, ներողություն, թռիչքներ, հա, ես տենց եթե ռուսեն բառ ասեմ։ Ու ինձ թվում է այդտեղ, որ ասում եք ինչն է օգուտը այն է, որ դու բացի տենց կապիտալիստական
օրինակ ձեռքբերումներից, կարող ես դուրս գալ միջազգային հարթակ եւ խոսել մշակույթի մասին, որի մասին մենք սիրում ենք խոսել, բայց չենք սիրում անելու։ Եվ իմ կարծիքով բոլոր ցուցահանդեսները, բիենալիները, տրիենալիները եւ մնացած ամեն ինչը դա առիթ է, որ դու կարողանաս մտածես թեմայի մասին թեորետիկ կողմից, ոչ թե պրակտիկ, ինչը մեզ շատ ուժեղ պակասում է, ու երբ որ դու փորձում ես միտք գեներացնես, որի վիզուալ մասը երկրորդական է, ամենակարևորը թե դու ինչ կասես։ Այդ process-ը ապրելը, մտածելը, վերլուծելը ամենամեծ ձեռքբերումն է։ Եվ նման միջոցառումները ինձ թվում է հենց դրա համար էլ կան, որ դու երբեք չմոռանաս մտածես, որովհետև գծել հանձնել այդ առօրյան է, բայց դրանից բացի այդ չի ճարտարապետությունը։ Այդ ճարտարապետության պուճուր մասն է, որը աշխատանքային process է, բայց իր մասին մտածելը կամ արվեստի մասին մտածելը այդ ամենամեծ ձեռքբերումն է։ Այս տարի Հայաստանի համար շատ կարևոր տարի էր։ Բանն էլ էր, չէ՞, Անորայի Օսկարն էլ էր այս տարի, որ ինձ թվում է էլի մեծ ձեռքբերում է, որովհետև շատ խոսում մշակութային հարթակում խոսվում է Հայաստանի մասին, ու այդ բացի համով Ծիրանից դու ունենում ես նաև լավ միտք։ Հա, այդ ինձ անձամբ շատ ուրախացնում է, որ Հայաստանը ներկայանում է արդիական գաղափարներով, արդիական մտորումներով, այլ ոչ միայն միջնադարյան ճարտարությամբ, որովհետև մինչև վերջերս համաշխարհային հանրությունը հայկական ճարտարությունը ճանաչում է միջնադարով, բայց մենք մենակ միջնադար չունենք, էլի, նախ մենք 20-րդ դար ենք ունեցել, որի մասին էլի պետք է շատ խոսել, ու մենք հիմա ունենք նոր ինչ-որ խմորումներ, որոնք դեռ հում են։ Մենք էլ չգիտենք, հիմա ինչ-որ այս օրինակ այդ 27 մասնակիցները կամ հենց մենք մեր արվեստանոցում որ անում ենք, այդ լավ է թե վատ է, այդ ժամանակը ցույց կտա, բայց կարևորը ցույց տալ, որ ինչ-որ նոր բաներ կատարվում է։ Ու շատ կարևոր է փորձել, սխալվել ու գնալ առաջ։ Որ խոսեցինք հա ազգայինի հետ կապված, այսինքն այդ խոսակցությունը նոր չի, շատ այսինքն հենց Թամանյանի ժամանակներում կար այդ դիսկուրսը ազգային, որ նա հայկական ճարտարապետություն է, բայց նույնիսկ այն ժամանակ այսինքն կային արգումենտներ, կային հակադարձություններ հենց նույնիսկ Թամանյանի ճարտարապետության հետ կապված։ Գիտեմ, որ ուսանողների հետ եք շփվում, դուք դասավանդում եք նաև, ինչ տենց բաներ է, հովեր է տիրում հիմա, այսինքն այդ դիսկուրսը կա ուսանողական շրջանում կամ հիմնական դիսկուրսն է։ Ցավոք։ Բայց այդ ուսանողի գլխում նստած միտք չի, այդ միտքը դրվում է առաջին օրվանից, ու ինքն հենց քանի որ ուրիշ մտքեր չկա, ինքն հենց հիմնավորվում է, բայց անպատասխան է, որովհետև տենց թեմա էլ չկա, էլի, այսինքն ինչն է հայկականը։ Ամեն ինչը։ Շատ լավ։ Գիտեք, որ Աշոտի հետ նախ հայ արտի նախագիծը, որ շատ երկար էր արվում, ու որ ցուցահանդեսի առիթ եղավ, նաև եղավ իր հետևանքով առիթ հայ արտի մասին մտածել ու մի քիչ ուրիշ կողմից, ավելի էմոցիոնալ կողմից, ավելի գաղափարական կողմից, ու իրան քննարկում էինք, քանդում, հավաքում էինք մտքում տարբեր ձևերով ինչ կան կարայինք, ու մի անգամ ասացի, գուցե նենց շատ սխալ միտք է եւ այս վիդեոյի կոմենտներում տենց կգրեն վատ բաներ, բայց Աշոտին ասում է, որ օրինակ հայ արտը իր էսթետիկայով շատ ծանր է, ինքն հենց բանը, հենց ծանր մոնոլիթ, գմբ մի ժեստով արած կառույցներ է, որը ինձ թվում է շատ բնորոշ է մեր ճարտարապետությանը, որովհետև մեր ճարտարապետությունը ընդհանրապես այնպես քոտուկ ճարտարապետություն է, ու դա բացատրելի է, որովհետև մենք գտնվում ենք այն ռեգիոնում, որտեղ գտնվում ենք, միշտ կա վտանգ, որ մեկը քեզ կխփի, կբրդի, որ մի հատ գետինը կթփրտա, այնտեղ մի օրվա մեջ 20 աստիճան տատանում կլինի, այդ ամեն ինչից ելնելով մենք ասենք, ոնո, քոտուկ է մեր ճարտարապետությունը եւ դա մեր բանն է, մեր բեքգրաունդն է, մեր մեջ կա ու ասում է ինչի տակշկիր է, որ ինքը տենց ոնց որ սաղ այդ ամրոցային եկեղեցական այդ ծանր լեզուն վերցրել է, որտեղ ինքը տեղից է ծնվել, բայց իր ցանկությունը շատ մոդեռնիստական է, ինքը ուզում է թռչի, ինքը ուզում է օթում լինի, չնայած թե այդքան ծանր է ու այդքան մեծ է ու այդ շատ տոտիկները ու այդ բարձր ծավալները օթում կախված, ինձ թվում է շատ ազգայինից ծնված բան է, ու նույնիսկ Աշոտին տենց շատ սիրելով շենքը
հումորներ ենք իր վրա անում, ասում ենք ոնց որ բան լինի, բիգիմոտիկ լինի, որ ուզում է բալետ բարի, որ տենց իլյուստրացիաներ մանկական կա, որ ինքը նյուկլյուժ է, բայց ինքը ուզում է դա անի եւ անում է եւ դա մեծ հմայք է։ Ոնց որ տենց ազգայինի մասին։ Գիտեմ, որ լավ ճարտարապետությունը կարա լինի ազգային էլ չազգային էլ, բայց ինքը կարա լինի լավ, չես կարա էլի մի բան անես ու ասես դե սենց հաստատվել, որովհետեւ պետք է ազգային անել։ Դե բայց տենց դեպքեր շատ ունենք էլի։ Դե դա ասում եմ։ Ինձ անկեղծ ասած ուսանողների այդ աշխատանքում ուրիշ բան է անհանգստացնում։ Ես երևի սխալ բան եմ անում, բայց համեմատում եմ իմ ուսանողներին իմ հետ, երբ որ ես իրենց տարիքում էի, օրինակ 3-րդ կուրսում, հասկացա որ պետք չի տենց բաներ անել, բայց ես հիշում եմ մենք մանավանդ որ առաջի կուրսից միասին ենք ձևավորվել, ոնց որ մեր պատկերացումները ճարտարության ու ընդհանրապես աշխարհի մասին շատ իրար զուգահեռ է գնացել, ես հիշում եմ որ տենց ռադիկալ հեղափոխական մտքերով էինք միշտ լի, էլի, որ պետքա քանդել նորից սարքել, դուք չգիտեք, իսկ մենք գիտենք են երիտասարդական մաքսիմալիզմ բայց քանդելը այդպես ինչ էլի։ Հա։ Օրինակ աֆրիկյանների տունը պետք չէր քանդել այդ։ Հա, մենք այդ ուսանող ժամանակից բոլոր այդ շենքերի պահպանության process-ներին մասնակցել ենք, որ Կինո Մոսկվայի ստորագրություններ ենք հավաքել եւ այլն, ուզում այդ առումով քանդել չէ։ Բայց այն որ կան ինչ որ ավանգարդ իդեաներ ու դու դրանով վարակված մաքսիմալիստական տենց իդեաներ ես գեներացնում, որը ինձ թվում է երիտասարդ տարիքում, երբ որ դու ասենք 19-20 տարեկան ես, շատ նորմալ է, ոնց որ տենց պետք է լինի։ Իսկ հիմա կան ուսանողներ, որոնք այնքան պահպանողական բաներ են ասում, որ ես ապշում եմ, ոնց կարա 19 տարեկան ուսանողը այդքան պահպանողական աշխարհացք ունենա։ Ու դա մեծ խոչընդոտ է լինում, ոնց որ միացած կաղապար է լինում, որ ասենց ուզում ես քանդես, բայց հետո մի բան մտածում ես արդյոք պետք է քանդել, կարող է տենց հիմա ես մարդն էլ տենց է, բայց որ ընդհանուր համակարգն է տենց, դա շատ զարմացնում է ու մեկ-մեկ տխրացնում է, որովհետև այսօր արվեստանոցում մեր թիմի հետ էլ էինք խոսում, ասում իմ իդեալական պատկերացած աշխարհում ուսանողները պետք է ինձ մոտ գային абսուրդ մտքերով, ես փորձեի իրենց ուղղորդեի, որ դա մի քիչ ավելի իրականությանը մոտ լիներ։ Իսկ փաստացի հակառակն է շատ հաճախ ստացվում, չեմ ասում միշտ, բացառություններ իհարկե կան, բայց գալիս են շատ ոնց ասեմ, եկեք ասենք չհիշվող, ձանձրալի, միանման մտքերով, որոնք դու որպես դասախոս փորձում ես ավելի բան դարձնես, հա, խուլիգան իդեաներ ներարկես։ Բայց նույնիսկ մտքեր չեն, էլի, այդ ձևեր են, նախագծման ձև։ Ես սենց եմ արել շենքը, որովհետև դե շենքը սենց է լինում, էլի, հեսա պատ ունի, պատուհան ունի։ Բայց ոնց է կարծում, այսինքն այդ կրթական համակարգի, որ միջավայրի թե համակարգի փոփոխության պահանջ կա, ոնց է կարծում, ինչն է։ Պահանջ կա ու վախուց կա, ու ինչ որ շատ փոքր դանդաղ քայլերով փոխվում է իհարկե, բայց դա միայն համալսարանի ներքին խնդիրը չի։ Այդ չի կարելի այտենց ավտոնոմ դիտարկել որպես այտենց ինստիտուտ ու ամբողջությամբ մեղադրել իրան։ Այդ ընդհանուր մեր մշակութային պատկերացումների, այդ ուսանողների, ծնողների, տատիկների, պապիկների, իրենց բարեկամների ու ընդհանրապես մեդիայով հնչող բառերի բանն է, սուբլիմացիան է, որ իրենց մոտ ձևավորում է ինչ որ պատկերացում։ Ինստիտուտն էլ դրա մի մասն է։ Շատ ավելի խորքային խնդիր է։ Հա, ինստիտուտն էլ դրա մի մասն է։ Բայց ամեն դեպքում, այսինքն այդ նույն համալսարանը, որտեղ դուք եք սովորել, բայց այդ համալսարանից դուրս եկեք sense ինչ որ շատ ուժեղ զիլ բան, այս ստուդիան, օրինակ համար որ պատմեք ձեր ուսանողական նախագծերից մեկը, երբ որ դասախոսը ասաց քեզ ինչ որ right-ի տեղն ես դրել, ինչ ես արել, բայց դա ձեզ ոչ թե կոտրեց, այլ հակառակը, հա, խի չէ, որ չէ։ Ամենաշնորհ։ Հա, այդ մինչև միշտ էլ կար, եթե right-ը արելա, մենք էլ կարանք։ Չէ, բացի դրանից, մինչև հիմա այդ մեր մոտեցման մեջ կա, որ ինձ թվում է մեզ հաստատ թվում է, որ նշաձողը պետք է լինի ստեղ, որ դու կարող ես ստեղ հասնես, ոչ թե լինի ստեղ ու դու ձգտես դրան։ Դրա համար հիմա եթե ուսանող ժամանակ ասցին դու right-ն ես գլխից դարել, բառացիոն ցիտման, որ մտածի, բայց ինչի՞ չէ։ Բայց էլ ինչ պետք է դառնալ։ Բնականաբար ամենալավը չէ պետք է ուզես դառնալ։ Բնականաբար ամենալավը է դες համեմատում։ Փորձում ենք չսահմանափակվել լոկալ սահմաններով, այլ ձգտել ինչքան հնարավոր վերև։ Ուր կհասնենք, դեռ կերևա, բայց փորձը ցույց է տալիս, որ առաջ շարժվել ստացվում է։ Իսկ այս հիմիկվա Երևանում կամ ամբողջ Հայաստանում տեղի ունեցող, չգիտեմ, կառուցապատումը
կառուցող շենքերը ինչ որ կա, որը դուր չի գալի մեզ ճարտարապետական համայնքին, նույնիսկ ոչ մասնագիտական համայնքին, այսինքն զգում եմ, որ վատ է։ Զգում եմ, որ ինչ որ ձեր ասած ինչ որ քառակուսի մետրի, ինչ որ բիզնես մեծ պրոյեկտ է գնում, հանրային տարածքներ բացի նրանից, որ քիչ են լինում, նաև որը որ կա, այդ են ինչ որ զբաղեցնում, այդ ամեն ինչի մեջ ճարտարապետները կարան ազդեցություն ունենալ այդ ամենը ինչ որ առումով փոխելու, թե պետքա սպասենք ինչ որ վերևներից գա փոփոխություն։ Ճարտարապետությունը դա ընդհանուր համակարգի մի մասն է, ու ճարտարապետությունը ձևավորվում անենց ինչպիսի հասարակությունն է կամ ինչպիսի սիստեման է։ Եթե սիստեման օրինակ չի կամ հասարակությունը չի ուզում, չի ընդունում հանրային տարածք տարբեր պատճառներով, որովհետև չգիտի հետո ոնց վարվի, ինչ են անում հանրային տարածքներում, ավելի նախընտրում է լիչնի Անձնական։ Հա, անձնական տարածքներ ունենալ հանրայինի դիմաց, այդ ճարտարապետության հարց չի։ Ճարտարապետությունը իր պաբոչնի մասն է։ Գործիքն է։ Հա, իր գործիքն է, այնց որ այդ ավելի շատ երկրի մակարդակի գաղափարախոսության մասին է։ Բայց ես ուրիշ խնդիր եմ տեսնում այդտեղ։ Իհարկե Արմենի ասածի հետ համաձայն եմ, բայց այն որ Երևանը գնալով վատանում է, այդ երևի համասարանի համակարգից եկող խնդիր է, որովհետև իմ կարծիքով այն բոլոր քաղաքները, որոնք մենք ընդունում ենք որպես լավ քաղաքներ, ու գեղեցիկ, որտեղ հաճելի է գնալ, օրինակ չգիտեմ, նույն Փարիզը, Լոնդոնը, Պրագան, այդ քաղաքների մեծ մասը կառուցել են միջակ ճարտարապետներ։ Միջին, որ դու ընդհանուր քաղաքը շատ լավ մակարդակի է, գրագետ նախագծված է, բայց չես ասի, որ այդ շենքերը բոլորը, որոնք այդ քաղաքը ձևավորում են, գլուխգործոցներ են։ Գլուխգործոցներ բոլոր քաղաքներում հատուկենտ են, բոլոր էպոխաներից։ Նույնը Հռոմում է նույնիսկ ասենց խիտ կոնցենտրացիա լավ ճարտարապետության։ Ու իմ կարծիքով Երևանի մեծագույն խնդիրը հիմա այն է, որ շենքերի մեծ մասը նախագծում են ոչ թե միջակ ճարտարապետներ, այլ վատ ճարտարապետներ։ Ու փաստացի մենք հասել ենք մի իրավիճակի, որտեղ կառուցապատման 80%-ը կամ ավել անում են վատ ճարտարապետներ, այն մի 15-20-ը լավ ճարտարապետությունն է կամ գոնե այդ միջակն է։ Ու դա շատ ցավալի է, որովհետև պետք է որ ընդհանուր ոլորտում ճարտարապետական մշակույթում այդ միջին խավը, որը շատ որակել է գրագետ է, բայց գլուխգործոցներ չի ստեղծում, դա լինի մեծամասնություն։ Ու դա շատ լավ վերևում է համասարանում, որովհետև համասարանում հիմա կարող են ինձնից նեղանան, բայց պետք է ասեմ, կան շատ քիչ տոկոսի հրաշալի ուսանողներ, շատ ավելի քիչ այդ միջինը կա, ու կան լիքը ուսանողներ, որ ուզում ես ասես ավելի լավ է քեզ էլ խնայի, մի արա ես։ Այդ է, որ դրա պատճառով Երևանը միջինը քիչ է, բայց մենք տարբեր բաներից խոսեցինք ու իմ ասածը քո ասածի հետ ոչ կապ չունի։ Տարբեր բաներից խոսեցինք, բայց ի վերջո նույն խնդրին է բերում։ Ինչի է Երևանը ասենք, որ ճարտարապետները Եթե հանրային տարածքի մակարդակով ես նայում, այդ ճարտարապետության որակի մասին չի։ Այդ հենց իդեոլոգիայի մասին է, вообще իր արկայությունը։ Եթե կարելի է։ Մի բան ինձ խնդրում ասեք։ Այսինքն որակի եւ չորակի մասին չէր իմ կարծիքով, որովհետեւ եթե պատվիրված է որ բարձրահարկ շենք կառուցել, ինչ որ ամենատենց կարևոր մի հատ հանրային տարածքի տեղում ու իր թույլատվությունը իրան տված է, այստեղ որակով չորակովի մասին չի արդեն խոսքը։ Հիմա խոսքը նրա մասին է, որ ամեն դեպքում այդ ձեր համայնքն է, եթե ձեր ոչ մտերիմ համայնքն է, բայց ճարտարապետական համայնքի ճարտարապետներն են այդ շենքերի հեղինակները ու մի անգամ խոսում ենք այդ թեմայով, սենց ոնց որ ձևակերպել, այսինքն միևնույնն է ասում է, եթե դու չանես, մի հատ ուրիշ ճարտարապետ, եթե չգիտեմ Հայաստանի ճարտարապետները չսարքեն, դրսից կբերեն, կսարքեն, այսինքն եթե պետությունը եւ կապիտալը որոշել է, որ պետքա լինի, ուրեմն պետքա լինի։ Իստեղ այդ պետքա լինի, չպետքա լինին, դա ինչ որ իրավաբանական փաստաթուղթ է, երբ որ կոչվում է Երևանի գլխավոր հատակագիծ, որը, չգիտեմ, 24 թվին հաստատվել է նոր նախագիծը ու այդտեղ այդքան է բարձր, այսինքն
այդ գլխավոր ռազմավարությունը որոշող Հայաստանը Երևանը ոնց է զարգանալու այդ փաստաթղթում ինչ տեսլական է դրված ու փաստացի ոնց է զարգանում հիմա Երևանը ուր են գնում Դե նախ 24 թվականից հետո փաստացի 25-ին է եղել դրանից հետո տարբեր զարգացումներ են եղել 65-ին, եթե չեմ սխալվում, Մազմանյանի գլխավոր հատակագիծն է եղել, դրանից հետո 80-ականներին է թարմացվել, այսինքն դա 2005-ին է հա, անընդհատ թարմացվող փաստաթուղթ է, բայց հիմա այդ բոլոր խնդիրները հանգում են այդ քաղաքային պլանավորման բացակայության, որը մեր մոտ երևի ամենաթերի ոլորտն է, չունենք հստակ կարգավորումներ, ինչը բերում է բազմաթիվ խնդիրների շատ հաճախ տարբեր կոռուպցիոն ուղիներով հնարավոր է լինում կառուցել ինչ-որ բաներ, որը ոչ մի գլխավոր հատակագծով թույլատրելի չէր, ու դա հենց կուտակվելով, շերտավորվելով գալիս հասնում է նրան, ինչը որ հիմա ունենք, բայց ես չեմ կարծում, որ այդտեղ ճարտարապետներն են մեղավոր։ Իհարկե ճարտարապետ, ճիշտ է, այդ շենքերը նախագծում են ճարտարապետները, բայելով պիտի նախագծի, էլի, բարձա որ շենքա ճարտարապետն է նախագծում։ Բայց ինչպես նշեցիք, եթե մեկը չանի, այն մյուսը կանի։ Ու իդեպ հենց հիմա այդպիսի դեպք ունենք խնդրահարույց, որ դրսից են բերել ճարտարապետ, ով անում է 35 հարկանի շենքեր Օրբելի փողոցի վրա, ինչքանով է դա համընկնում որևիցե քաղաքային պլանավորման տրամաբանության հետ, հայտնի չի, այնա դրսից կան մասնագետներ եկել են անում են։ Դա հեչ կարևոր չի, չէ՞, այդ շենքը լավ ճարտարապետություն է լինելու թե ոչ, որտեղ այդտեղ արդեն ուրիշ որակի մասին է խոսքը գնում։ Ու գլխավոր խնդիրը այդ հստակ կարգավորումների տրամաբանված քաղաքային պլանավորման մշակված նախագիծն է։ Դա այդ բարդ է, պետք է իմանաս ինչ ես ուզում։ Вообще, ինձ մասա խնդիրը այնտեղ է, էլի, որ ասենք մի բան մշակելուց պետք է հստակ իմանաս դու ինչ ես ուզում, բայց ոչ մեկ չգիտի ինչ է ուզում։ Մենք ցավոք հայտնվեցինք մի շրջանում, որտեղ վայելելը համարյա բան, մի պա բացառվել էր, որովհետև պետք էր գոյատևել։ Ու ոնց որ դե հիմա տենց էր, դա եւի նորմալ է, պատմական մի փուլ էր, որի մեջով մենք էլ անցանք, բայց այդ փուլը անցանք։ Այդ փուլը անցել է, իսկ այդ նուրբ զգացողությունները դեռ չեն վերադարձրել ու իմ կարծիքով էլ ավելի արհամարվում են։ Տակ էսթետիկան, միտքը, խոսքը, հաճույքը, դա ոչ մատերիալնի երևույթներ են, որը չեն մտնում մեր առօրյայի մեջ, դա եւի դեռ անկուշտ ենք, մի քիչ պետքա հագենանք, որ նոր գնանք տենց հոգևոր արժեքների հետևից։ Մի հատ հարց էլ կա, թե ում համար ես դու պայքարում ու արդյոք որ դու ուզում ես այդ հանրային տարածքը, որը դու կարծում ես որ օդի պես անհրաժեշտ է, որովհետև այդ մի տեղ է, որտեղ մարդիկ շփվում են, ժամանակ են անցկացնում, համբուրվում են եւ նման հաճելի բաներ են անում, բայց արդյոք դա պետքա մնացած 95%-ին։ Թե շատ ավելի լավ է, եթե այդ պուճուրիկ տեղում լինի մրգի կիոսկ կամ լինի դեղատուն, որը ավելի հարմար է ու հասկանում ես իր հետ ինչ անես, չէ՞, ասենք հիվանդ ես դեղ առար։ Բայց մի հատ բան կա, խոսք կա, Հեգելն է ասում, որ ոնց որ մշակույթը պետք է ստիպել, այսինքն դու չսպասես ինքը ինչ է ուզում, դրա պահանջարկը դու պետք է 10 Այդ առումով մոտենալով ավարտին մեր զրույցը, որ շատ հետաքրքիր անչափ, բայց դուք ոնց որ ակնարկեցիք, գործի մարդ եք, պայքարել չեք, ոնց որ արդեն ուզում եք գործանեք, իսկ ես հիմա ձեր ժամանակից եմ տանում։ Ոնց եք կարծում, ինչպիսին է լինելու ապագան ճարտարապետական մեր քաղաքի, մեր երկրի ու եթե ավելի sense պատկերավոր, օրինակ, չգիտեմ, ձեր բալիկի 8-ամյա Բիանյայի համար ինչ բան է սպասվում, էլի Երևան կամ Հայաստան։ Ասես Անկեղծ ասած, вообще այսքան որ մենք խոսում ենք առիթա լինում, պետք է մտածում ենք որ ոնց է լինում, ինչի է սա, ինչի է սենց ոնց կա, ինձ թվում է այդքան մտածելու առիթը հենց Բիայնան է, որովհետև որ ինքը ծնվեց, ես հասկացա, որ չեմ ուզում, որ ինքը օրինակ ապրի միտեղ, որը սենց է։ Ու հենց մտքի առումով ես չեմ ասում, որ Երևանը կեղտոտ է, այս չկա, ինչ կա, այդ չէ, որտեղ օրինակ մարդիկ շատ սահմանափակ մտածելակերպ ունեն։ Ես չէի ուզում տես լինի, որովհետև նախ այդ իր ազատությունն է, իր հաճույքն է, իրան իր ազգի մեջ զգալու ու հպարտանալու իր ազգի մասին
Ընդհանրապես այդ բարդ բաներն է, բայց անկեղծ ասած ինձ թվում է Հայաստանում լավ լինելու մի 120 տարի հետո։ Էս են խոստացված լավատեսական նոտան, որ սկզբում պայմանավորվել ենք։ Դե չի լինի, սենց արագ չի լինելու։ Հա, Աշոտ խնդրում եմ։ Աշոտ փրկի։ Բարդ է փրկելը, բայց հիմա կփորձեմ։ Իրականում ես մեր վերջին այդ ցուցահանդեսային ուղևորությունից հետո, որ նոր տպավորություններով հետ ես գալիս շատ թարմ, Երևանում քայլելուց եկավ այն գիտակցությունը, որ մի տեսակ կողքի աչքով փորձեցի նայել որպես տուրիստ կամ որպես մարդ, ով Երևանից չի։ Երևանը ունի դեռ նույնիսկ հիմա բոլոր շանսերը լավ քաղաք դառնալու, բայց դրա համար պետքա շատ ջանք դնել, քաղաքին ավելի սիրով վերաբերվել ու երևի այն նոր սերունդը գուցե այդ գիտակցությունը կունենա ու նոր թափով ինչ-որ փոփոխություններ կանի այս քաղաքում, որ ամեն ինչ լինի լավ։ Բայց ես մի բան էլ կուզեի ասեի, մենք միշտ կենտրոնանում ենք մեր խնդիրների վրա ու շատ հաճախ է երևում է, երբ որ արտասահմանում ինչ-որ բան ես ներկայացնում, դու հասկանում ես, որ կա ինչ-որ համաշխարհային կոնտեքստ, որը ինչ-որ բաներ է քննարկում, գլոբալ մասշտաբի համամարտկային խնդիրներ է քննարկում հենց ճարտարապետությանը վերաբերվող, իսկ մենք շատ հաճախ տապակվում ենք ինքներս մեր խնդիրների մեջ։ Այս շատ կուզեի, որ մենք ու ընդհանրապես բոլոր ճարտարապետները կարողանային այդ մեր խնդիրներից դուրս էլ աշխարհը տեսնեին ու ընդհանրապես այս փոքրիկ երկիրը մի հատ տեսնեին ընդհանուր կոնտեքստում ու տենց դիտարկեին, թե ինչա կատարվում ու ինչա պետք անել։ Լավ գրեցիր, պետք է մասը կարակ կտրակ։ Թողելու ենք երկուսն։ Շատ շնորհակալություն ձեզ, ձեր ժամանակի համար ու այն ամեն ինչի համար, ինչ դուք անում եք։ Ես հավատում եմ, որ եթե միտեղ բոլորը անեն, ինչ որ անում են սիրով, արդյունքը կլինի շատ լավ ու ես շատ ուրախանում եմ, որ կան մարդիկ, որ անում են շատ լավ բան ու սիրով ու այդ ձեր ամենա լավ օրինակն է ձեր ստուդիա։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։